Մինչ քարերը թռչում էին, ամբոխը գոռում էր, մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Հալածանքի ամենադաժան պահին Ստեփանոսը տեսավ երկինքը բացված իր աչքերի առջ։ Նա չտեսավ միայն հրեշտակների, նա պնդեց, որ տեսնում է հենց մարդու որդուն կանգնած, մի բան, որը չափազանց հազվադեպ է Սուրբ գրքում։ Ինչ է բացահայտում այս տեսիլքը երկնքի, դատաստանի նրանց ճակատագրի մասին, ովքեր հավատարիմ են մնում մինչ վերջ։ Դիտեք մինչ վերջ, որովհետև այս տեսիլքի ամենախորը իմաստը թաքնված է վերջին մանրամասների մեջ, բաժանորդագրվեք ալիքին, շարունակելու բացահայտել աստվածաշնչյան պատմություններ, որոնք քչերն են բացատրում։ Երուսաղեմ, Քրիստոսից հետո մոտավորապես 34 թվականին, առավոտյան առը լուսավորում է տաճարի սպիտակ քարերը, ստիպելով դրանց փայլել այնպես, կարծես ոսկուց լինեն, բայց Սինեդրիոնի դահլիճում մթնոլորտը մութ է։ Մի մարդ կանգնած է Իսրայելի ամենահզոր ատյանի առջ, 70 դատավորներ ատելությամբ նայում են նրան, ցույց վկաները հենց նոր մեղադրեցին նրան հանցագործությունների մեջ, որոնք նա չէր կատարել, մահվան դատավճիռը կախված է օդում ինչպես փոթորկաբեր ամպ։ Բայց այդ պահին մի տարօրինակ բան է տեղի ունենում։ Մինչ բոլորը սպասում են նրա աչքերում վախ տեսնել, տեսնում են բոլորովին այլ բան, նրա դեմքը սկսում է փայլել, ինչպես հրեշտակի դեմք, եւ նա ժպտում է։ Սա Ստեփանոսի պատմությունն է, առաջին քրիստոնյայի, ով մեռավ իր հավատքի համար, այն մարդու, ով տեսավ երկինքը բացված, մինչ քարերը պատռում էին նրա մարմինը, մի մարդու պատմություն, ով իր սպանությունը վերածեց այնպիսի հզոր վկայության, որն արձագանքում է մինչ օրս, գրեթե 2000 տարի անց, բայց այս պահի ծանրությունը հասկանալու համար դուք պետք է վերադառնաք մի քանի տարի հետ, ծանոթանաք այն իրավիճակին, որը ծնեց այս անխուսափելի բախումը։ Ամեն ինչ սկսվում է Երուսաղեմում, հրեական աշխարհի ամենակարևոր քաղաքում։ Մենք խոսում ենք մի մեգապոլիսի մասին, որն ուներ մոտ 80,000 մշտական բնակիչ, բայց կրոնական տոների ժամանակ ընդունում էր ավելի քան 200,000 մարդ։ Ուխտավորները գալիս էին հռոմեական կայսրության բոլոր կողմերից, տաճարում երկրպագելու համար, հրեաներ Հունաստանից, Եգիպտոսից, Սիրիայից, Միջագետքից, Փոքր Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից, տղամարդիկ կանայք, ովքեր խոսում էին հունարեն որպես մայրենի լեզու, ովքեր մեծացել էին հելլենիստական քաղաքներում, ովքեր գիտեին Պլատոնի, Արիստոտելի փիլիսոփայությունը, բայց պահպանում էին իրենց հրեական ինքնությունը նույնիսկ սերունդներ շարունակ խոստացված երկրից հեռու ապրելով։ Երուսաղեմի տաճարը աշխարհով մեկ սփռված այս ազգի բաբախող սիրտն էր, մի մոնումենտալ կառույց, որի վերակառուցումը Հերովդես Մեծի կողմից տեց ավելի քան 40 տարի։ Նախագիծը սկսվել էր Քրիստոսից առաջ 19 թվականին, Հիսուսի ժամանակ դեռ ամբողջությամբ ավարտված չէր, նրա սպիտակ ոսկեգույն քարերը փայլում էին մերձավոր արելքի արի տակ, կարծես մաքուր լույսից լինեին։ Այդ քարերից որոշները կշռում էին ավելի քան 500 տոննա, մտածեք դրա չափսերի մասին, միայն մեկ քարե բլոկն ավելի ծանր էր, քան լիովին բեռնված արտրային ինքնաթիռը։ Այդ ժամանակի ռաբբիներն ասում էին, որ ով չի տեսել Հերովդեսի տաճարը, երբեք գեղեցիկ շենք չի տեսել իր կյանքում։ Տաճարի համալիրի ընդհանուր տարածքը զբաղեցնում էր մոտավորապես 140,000 քառակուսի մետր, համարժեք 20 ֆուտբոլային դաշտի, կողք կողքի, հեթանոսների գավիթը կարող էր միաժամանակ տեղավորել 400,000 մարդ։ Սողոմոնի սրահի սյուներն ունեին ավելի քան 12 մետր բարձրություն, պատրաստված հղկված սպիտակ մարմարից, վարագույրը, որը բաժանում էր սրբություն սրբոցը, այնքան հաստ էր, որ ըստ հրեական ավանդության անհրաժեշտ կլիներ 2 ձի, որոնք կքաշեին հակառակ ուղղություններով, այն պատռելու համար։ Բայց դա միայն ճարտարապետական գեղեցկություն չէր, դա իշխանություն էր, տաճարը ներկայացնում էր Աստծո ներկայությունը երկրի վրա, այնտեղ ծառայող քահանաները կազմում էին Իսրայելի կրոնական քաղաքական էլիտան, քահանայապետը ազգի ամենաազդեցիկ դեմքն էր, հաշվետու լինելով միայն հռոմեացի կառավարչին, իսկ Սինեդրիոնը, 70 երեցների խորհուրդը, որը հավաքվում էր տաճարի տարածքում, գործում էր որպես հրեական գերագույն ատյան, ունենալով կյանքի մահվան իրավունք կրոնական հարցերում։ Հենց այս տպավորիչ լարված միջավայրում մի նոր աղանդ սկսեց անհանգստացնել իշխանություններին։ Հիսուս Նազովրեցու հետորդների թիվը անդադար աճում էր, խաչելությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, Պենտեկոստեի օրը, նրանք արդեն ավելի քան 3000 էին, մի քանի ամսվա ընթացքում թիվը հասավ 5000 տղամարդու, չհաշված կանանց երեխաներին։ Որոշ պատմաբաններ հաշվարկում են, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքը իր առաջին տարիներին կարող էր հասնել 15-ից 20,000 մարդու, 80,000 բնակիչ ունեցող քաղաքի համար դա կազմում էր ամբողջ բնակչության 1/5-ից մինչ 1/4-ը։ Մի շարժում, որն աճում էր ինչպես կրակը 4 ծղոտի մեջ։
Եվ այն, ինչ ամենաշատն էր զայրացնում իշխանություններին, այս հետորդների կենտրոնական ուղերձն էր. նրանք հռչակում էին, որ Հիսուսը Գալիլեայի այն Հյուսն, որին Սինեդրիոնը մահվան էր դատապարտել, հարություն է առել, ավելին, պնդում էին, որ նա խոստացված Մեսիան է, Աստծո որդին, որ Իսրայելի կրոնական առաջնորդները սպանել են Աստծո սրբին տգիտության նախանձի պատճառով։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես էր հնչում այս մեղադրանքը քահանաների փարիսեցիների ականջներին։ Դա նման էր նրան, որ այսօր ինչ-որ մեկը մտներ Վատիկան ասեր, որ Հռոմի Պապը մարգարեների սպանող է, վիրավորանքը միաժամանակ անձնական էր ինստիտուցիոնալ, յուրաքանչյուր նոր դարձի եկած քրիստոնյա կենդանի վկայություն էր այն բանի, որ կրոնական առաջնորդները սխալվել են։ Հիսուսի անունով կատարված յուրաքանչյուր հրաշք հաստատում էր այն ուղերձը, որը նրանք ուզում էին լռեցնել, լարվածությունն անխուսափելի էր։ Բայց առաքյալներին հեշտ չէր լռեցնել, Պետրոսը Հովհաննեսը արդեն ձերբակալվել սպառնալիքների էին ենթարկվել, բայց շարունակում էին քարոզել, Գամաղիելը, Սինեդրիոնի ամենահարգված անդամներից մեկը, խորհուրդ էր տվել զգուշություն ցուցաբերել։ Եթե այս շարժումը մարդկային ծագում ունենար, ինքն իրեն կփլուզվեր, իսկ եթե Աստծուց էր, ոչ ոք չէր կարող կանգնեցնել այն, առաքյալների հեղինակությունը հասարակ ժողովրդի մեջ դժվարացնում էր ցանկացած կտրուկ գործողություն։ Եվ այդ ժամանակ առաջացավ մի նոր խնդիր՝ լոգիստիկան։ Հազարավոր նոր դարձի եկածների հետ վաղ եկեղեցին բախվում էր հսկայական գործնական մարտահրավերների, շատերը վաճառում էին իրենց ունեցվածքը գումարը բերում առաքյալներին, կարիքավորների միջ բաժանելու համար։ Գործք առաքելոցի 4-րդ գլուխը նշում է, որ նրանց մեջ կարիքավոր չկար, որովհետև բոլոր նրանք, ովքեր հողեր կամ տներ ունեին, վաճառում էին դրանք վաճառվածի գինը բերում։ Կային այրիներ, որոնք գոյատելու համար կախված էին այս ամենօրյա օգնությունից, եւ սկսվեցին դժգոհություններ, հունախոս այրիները, նրանք, ովքեր Իսրայելից դուրս էին եկել հունարենը նրանց հիմնական լեզուն էր, զգում էին, որ իրենց անտեսում են սննդի ամենօրյա բաշխման ժամանակ, հօգուտ եբրայախոս այրիների, որոնք ծնվել էին Երուսաղեմում։ Դա վարչական ճգնաժամ էր, որը կարող էր վերածվել էթնիկ բաժանման նորածին եկեղեցու ներսում, մի փոքր ճակ, որը եթե չլուծվեր, կարող էր կործանել ամբողջ կառույցը։ 12 առաքյալները հավաքվեցին իմաստուն որոշում կայացրին, նրանք չէին կարող թողնել աղոթքը խոսքի ուսուցումը, ցեղանների ֆինանսների մասին հոգալու համար, ուստի խնդրեցին համայնքին ընտրել 7 բարի համբավ ունեցող մարդկանց, լցված Սուրբ Հոգով իմաստությամբ, այս գործը ստանձնելու համար, մարդիկ, ովքեր կլինեին քրիստոնեական պատմության առաջին սարկավագները, եւ հետաքրքիրն այն է, որ ընտրված բոլոր 7-ն էլ հունական անուններ ունեին՝ Ստեփանոս, Փիլիպպոս, Պրոքորոն, Նիկանորա, Տիմոն, Պարմենա, Նիկողայոս։ Եբրայական համայնքը ընտրեց հույն տղամարդկանց, հույն այրիների խնդրով զբաղվելու համար, դա խոնարհության միասնության դրսևորում էր, որը լուծեց ճգնաժամը նախքան դրա բաժանում դառնալը։ Եվ այստեղ հայտնվում է Ստեփանոսը։ Աստվածաշնչյան տեքստը, Գործքի 6-րդ գլխում, ասում է, որ Ստեփանոսը հավատքով Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, նրա անունը առաջինն է հայտնվում ընտրված 7-ի ցուցակում, ինչը հուշում է, որ նա խմբի առաջնորդն էր կամ գոնե ամենաակնառու դեմքը։ Ստեփանոս անունը գալիս է հունարեն Ստեփենոսից, որը նշանակում է պսակ կամ հաղթանակի պսակ, դա այն մրցանակն էր, որը տրվում էր ատլետիկական մրցումների հաղթողներին, մի մարգարեական անուն, ինչպես կտեսնենք։ Բայց Ստեփանոսը միայն հմուտ կառավարիչ չէր, տեքստն ասում է, որ նա մեծ սքանչելիքներ նշաններ էր անում ժողովրդի մեջ, հրաշքներ, բժշկություններ, գերբնական դրսևորումներ, որոնք գրավում էին ամբոխներին դարձի բերում նրանց։ Նա ուներ խոսքի շնորհ բանավիճում էր ժողովարաններում այնպիսի իմաստությամբ, որը նրա հակառակորդները չէին կարողանում հերքել, Սուրբ Հոգին խոսում էր նրա միջոցով այնպես, որ զինաթափում էր ցանկացած հակառակ փաստարկ։ Եվ հենց այստեղ է պատմությունը արագանում դեպի ճակատագրական բախումը։ Երուսաղեմում գոյություն ունեին մի քանի ժողովարաններ, կազմակերպված ըստ աշխարհագրական ծագման, կար ազատների ժողովարանը, կազմված հրեաներից, ովքեր ստրուկ են եղել Հռոմում հետո ազատվել, այս մարդիկ մոտիկից գիտեին կայսերական իշխանությունը, ապրել էին ստրկության նվաստացումը, հատկապես նախանձախնդիր էին իրենց հայրերի հավատքի հանդեպ, կային Կյուրենիայի, Ալեքսանդրիայի, Կիլիկիայի, Ասիայի հրեաների ժողովարաններ, կրթված մարդիկ, հունական փիլիսոփայության մեջ հմտացած, հռետորաբանության, տրամաբանության մեջ վարժված, բայց Մովսեսի օրենքին նվիրված, մարդիկ, ովքեր գիտեին բանավիճել ինչպես քչերը։ Այս մարդկանցից ոմանք սկսեցին վիճել Ստեփանոսի հետ, Գործք առաքելոցի 6-րդ գլխի 10-րդ համարը նշում է արդյունքը։ Չէին կարողանում դիմադրել այն իմաստությանը հոգուն, որով նա խոսում էր, նրանք հրապարակայնորեն պարտվեցին, նվաստացան աստվածաբանական բանավեճերում վկաների առջ, նրանց ամենանուրբ փաստարկները փլուզվում էին Ստեփանոսի պատասխանների առջ։ Նրանց գիտնականությունը չէր կարող մրցել աստվածային հայտնության հետ, որը հոսում էր այդ մարդու միջոցով։
Իսկ երբ չես կարողանում հաղթել բանավեճում ճշմարտությամբ, ինչ է մնում։ Սուդը։ Այս մարդիկ, անկարող լինելով հերքել Ստեփանոսին բանականությամբ, որոշեցին կործանել նրան զրպարտությամբ, կաշառեցին սուտ վկաների, որպեսզի ասեն, թե լսել են նրան հայհոյական խոսքեր ասելիս Մովսեսի Աստծո դեմ, գրգռեցին ժողովրդին, երեցներին դպիրներին։ Ստեղծեցին համակարգված իրարանցում, որի արդյունքում Ստեփանոսը ձերբակալվեց, բռնի տարվեց Սինեդրիոն, նույն ատյանը, որը դատապարտել էր Հիսուսին մի քանի տարի առաջ, այժմ պատրաստվում էր դատել մեկ հետորդի։ Մեղադրանքները ծանր էին կոնկրետ, սուտ վկաները հայտարարեցին. Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի օրենքի դեմ, մենք լսեցինք նրան ասելիս, թե այդ Հիսուս Նազովրեցին կքանդի այս տեղը, կփոխի այն սովորությունները, որ Մովսեսը մեզ ավանդեց։ Ուշադիր հետեք ռազմավարությանը, նրանք հարձակվեցին հրեական ինքնության երկու սյուների վրա, տաճարի օրենքի, յուրաքանչյուր ոք, ով կսպառնար այս հաստատություններին, համարվում էր ազգի թշնամի, հավատքի դավաճան, մահվան արժանի։ Իսկ հայհոյության համար պատիժը քարկոծումն էր։ Ստեփանոսը շրջապատված էր 70 թշնամաբար տրամադրված դատավորներ, ովքեր արդեն որոշել էին վճիռը նախքան դատավարության սկսվելը, ստախոս վկաներ, պատրաստ երդվելու ցանկացած բան պատշաճ գնի դիմաց, կատաղած ամբոխ, պատրաստ սեփական ձեռքերով ի կատար ածել դատավճիռը, փախչելու ոչ մի հնարավորություն, արդար պաշտպանության ոչ մի հավանականություն։ Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Գործքի 6-րդ գլխի 15-րդ համարն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր նստած էին Սինեդրիոնում, նայելով նրան, տեսան նրա դեմքը ինչպես հրեշտակի դեմք, դա բանաստեղծական արտահայտություն չէր, դա փոխաբերություն չէր, դա տեսանելի, գերբնական դրսորում էր, որին դահլիճում գտնվող բոլորը ականատես եղան։ Ստեփանոսի դեմքը փայլում էր մի լույսով, որը չէր գալիս որևէ աղբյուրից, մի աստվածային փառք, որը պահի տակ լռեցրեց նրա մեղադրողներին, նույն փայլը, որն ուներ Մովսեսը Սինա լեռից իջնելիս, այժմ հայտնվում էր մի մարդու դեմքին, ով մեղադրվում էր Մովսեսի դեմ հայհոյելու մեջ։ Քահանայապետը, այնուամենայնիվ, շարունակեց հարցաքննությունը, հարցրեց, թե արդյոք մեղադրանքները ճիշտ են։ Ստեփանոսի պատասխանը պաշտպանություն չէր սովորական իմաստով, դա փորձ չէր արդարանալու կամ մեղադրանքները հերքելու, դա քարոզ էր, ավելի քան 50 համարից բաղկացած մի ճառ, որն անցնում է Իսրայելի ողջ պատմության միջով, Աբրահամից մինչ Սողոմոն։ Գործք առաքելոցում գրանցված ամենաերկար ճառը, աստվածաբանության պատմության մի վարպետության դաս, որը շատ ավելին է, քան պարզ ինքնապաշտպանությունը, դա շրջված մեղադրանք էր, դերերի լիակատար փոփոխություն։ Նա սկսեց Աբրահամից, ցույց տալով, թե ինչպես Աստված կանչեց Նահապետին, երբ նա դեռ միջակետքում էր, նախքան Խարանում բնակվելը, նախքան խոստացված երկիր ոտք դնելը, նախքան որե տաճարի կամ սրբավայրի գոյությունը, Աստված գործեց խոստացված երկրից դուրս։ Աստված հայտնվեց տաճարից դուրս, Աստված սահմանափակված չէ վայրերով կամ կառույցներով, սա առաջին հարվածն էր մեղադրողների աստվածաբանությանը, ովքեր տաճարը վերածել էին ինքնանպատակի։ Ստեփանոսը ցույց տվեց, որ Աբրահամը իր կյանքի ընթացքում երբեք չտիրեց խոստացված երկրին, ոչ մի ոտնաչափ հող, ասում է տեքստը, խոստումը նրա սերունդների համար էր, Աբրահամը ապրեց որպես օտար, պանդուխտ, քոչվոր, վստահելով Աստծո խոսքին նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ֆիզիկական ապացույցները հակառակն էին հուշում, ճշմարիտ հավատքը կախված չէ տեսանելի կառույցներից։ Հետո Ստեփանոսը խոսեց Հովսեփի, Հակոբի որդու մասին, որին սեփական եղբայրները վաճառեցին նախանձից, Իսրայելի նահապետները, Սինեդրիոնի անդամների կողմից պաշտվող նախնիները, սարսափելի հանցագործություն էին կատարել իրենց սեփական արյան դեմ։ Բայց Աստված Հովսեփի հետ էր, բանտում, Փարավոնի պալատում, ամեն մի հանգամանքում Աստված ներկա էր, եւ Հովսեփը բարձրացվեց, որպեսզի դառնա իրեն մերժած ընտանիքի փրկիչը, մի մարգարեական օրինակ, որը կկրկնվեր Հիսուսի հետ։ Մերժված յուրայինների կողմից, բայց դարձած բոլորի փրկիչը։ Ճառի մեծ մասը, սակայն, նվիրված էր Մովսեսին, Ստեփանոսը խոսեց նրա ծննդյան մասին, երբ Փարավոնը հրամայեց սպանել բոլոր եբրայեցի տղաներին, խոսեց եգիպտական պալատում նրա կրթության մասին, ուսուցանված Եգիպտոսի ողջ իմաստությամբ։ Խոսեց իր ժողովրդին ազատագրելու նրա ձախողված փորձի մասին, երբ նա 40 տարեկան էր, սպանելով մի եգիպտացու մերժվելով հենց եբրայեցիների կողմից։ Եվ ահա վճռորոշ կետը, Ստեփանոսը ցույց տվեց, թե ինչպես Մովսեսը մերժվեց իր սեփական ժողովրդի կողմից ոչ թե մեկ, այլ երկու անգամ, առաջին անգամ, երբ փորձեց պաշտպանել մի եբրայեցու արամարանքով հարց ստացավ. Ով քեզ իշխան դատավոր կարգեց մեզ վրա, միթե ուզում ես ինձ սպանել, ինչպես 3 սպանեցիր Եգիպտացուն, երկրորդ անգամ անապատում 40 տարի անց, երբ ժողովուրդը ոսկե հորդ պատրաստեց ասաց.
Մեզ համար աստվածներ պատրաստիր, որոնք մեր առջից գնան, որովհետև այդ Մովսեսին, որ մեզ Եգիպտոսից հանեց, չգիտենք, թե ինչ պատահեց նրան։ Հասկանում եք, թե ինչ էր անում Ստեփանոսը։ Նա ցույց էր տալիս, որ Աստծո պատգամաբերների մերժումը նորություն չէր Իսրայելում, դա օրինաչափություն էր, պատմական միտում, ազգի այցեքարտը, նախնիները մերժեցին Հովսեփին նախանձից, մերժեցին Մովսեսին բազմիցս անհավատությունից, մերժեցին մարգարեներին, հարմարավետությունից, եւ հիմա նրանց սերունդները նստած այդ ատյանում իրենց կրոնական հանդերձներով ինստիտուցիոնալ հեղինակությամբ մերժել էին հենց Մեսիային։ Բայց Ստեփանոսը ավելի խորը գնաց, նա մեջբերեց Ամոս մարգարեին ցույց տալու համար, որ նույնիսկ անապատում Մովսեսի անմիջական առաջնորդության ներքո, նույնիսկ կրակեսյունով փառքի ամպով, նույնիսկ երբ ամեն օր երկնքից մանանա էր թափվում, ժողովուրդը գաղտնի կռապաշտություն էր անում, կրում էին մողոքի վրանը Ռեմփան Աստծո աստղը, պատկերներ, որոնք պատրաստել էին երկրպագելու համար, անհնազանդությունը բացառություն չէր, դա կանոն էր, անհավատարմությունը պատահականություն չէր։ Դա գիտակցված ընտրություն էր։ Եվ հետո եկավ վերջնական հարվածը տաճարի հարցում։ Ստեփանոսը ընդունեց, որ Դավիթը ցանկացավ Աստծո համար բնակարան կառուցել, բայց նրան արգելվեց, որովհետև ձեռքերը արյունոտ էին։ Սողոմոնն էր, որ իրականում կառուցեց տունը, մի հոյակապ կառույց, որի ավարտը տեց 7 տարի, 180,000 բանվորների մասնակցությամբ, բայց դա հիշատակելուց անմիջապես հետո Ստեփանոսը մեջբերեց Եսայի մարգարեին։ Բարձրյալը ձեռագործ տաճարների մեջ չի բնակվում, երկինքը իմ աթոռն է, երկիրը իմ ոտքերի պատվանդանը, ինչպիսի տուն պիտի կառուցեք ինձ համար, ասում է Տերը, կամ ո՞րն է իմ հանգստի վայրը, չէ՞, որ իմ ձեռքը ստեղծեց այս ամենը։ Սա ամբողջ փաստարկի կենտրոնական կետն էր։ Ստեփանոսը չէր, որ հայհոյում էր տաճարի դեմ, կրոնական առաջնորդներն էին, որ տաճարը վերածել էին կուռքի, կարծես Աստված կարող էր պարփակվել քարե պատերի մեջ, կարծես աստվածային ներկայությունը կախված էր ֆիզիկական կառույցից, նրանք պաշտում էին կառույցն ավելի շատ, քան այն Աստծուն, որին կառույցը ներկայացնում էր, նրանք արարչին փոխարինել էին արարածով, իրականությունը ստվերով, կենդանի Աստծուն, մեռած շենքով։ Եվ այդ ժամանակ Ստեփանոսը իր հրետանին ուղղեց անմիջապես իր դատավորների դեմ։ Խստապարանոցներ սրտով ու ականջներով անթլփատներ, դուք միշտ հակառակվում եք Սուրբ Հոգուն, ինչպես ձեր հայրերը, այնպես էլ դուք, մարգարեներից որին ձեր հայրերը չհալածեցին, նրանք սպանեցին նրանց, ովքեր նախապես գուժում էին արդարի գալուստը, որի մատնիչներն ու սպանողները դուք եղաք այժմ։ Դուք, որ օրենքը հրեշտակների հրամաններով ստացաք, չպահեցիք։ Պատկերացրեք այս խոսքերի ծանրությունը։ Ստեփանոսը կանգնած էր Իսրայելի գերագույն ատյանի առջ, մեղադրված օրենքի դեմ հայհոյելու մեջ, նրա պաշտպանությունը հենց դատավորներին օրենքի իրական խախտողներ լինելու մեջ մեղադրելն էր, նա նրանց անվանեց անթլփատներ, հրեայի համար հնարավոր ամենամեծ վիրավորանքը, մեղադրեց նրանց Սուրբ Հոգուն դիմադրելու, մարգարեներին հալածելու, Մեսիային դավաճանելու սպանելու մեջ, նա չփորձեց հանդարտեցնել, չփնտրեց դիվանագիտական միջին ճանապարհ, չխնդրեց ողորմություն կամ ըմբռնում։ Նա առճակատվեց մեղքի հետ, հստակ իմանալով, թե որն է լինելու գինը։ Արձագանքը եղավ ակնթարթային բռնի։ Տեքստն ասում է, որ այս լսելով նրանք իրենց սրտերում կատաղեցին իրենց ատամները կրճտացնում էին նրա վրա, հունարեն արտահայտությունը հուշում է ներքին, գրեթե կենդանական, անվերահսկելի զայրույթ, նրանք պարզապես բարկացած կամ վիրավորված չէին։ Նրանք համակված էին մարդասպան կատաղությամբ, որը հազիվ էին կարողանում զսպել, Իսրայելի կրոնական էլիտայի 70 տղամարդիկ, օրենքի կարգուկանոնի պահապանները վերածվել էին կատաղած ամբոխի, ատամները կրճտացնելով գազանների պես։ Բայց մինչ ատելությունը կլանում էր դատավորներին, Ստեփանոսի հետ մի արտասովոր բան էր տեղի ունենում։ Սուրբ Հոգով լցված նա աչքերը հառեց երկնքին, տեսավ Աստծո փառքը Հիսուսին, կանգնած Աստծո աջ կողմում, եւ բարձրաձայն հայտարարեց, որպեսզի բոլորը լսեն. Ահա տեսնում եմ երկինքը բացված մարդու որդուն, կանգնած Աստծո աջ կողմում։ Այս տեսիլքը բացարձակապես եզակի է ողջ Նոր Կտակարանում, Սուրբ Գրքի բոլոր մյուս հատվածներում Հիսուսը նկարագրվում է նստած Հոր աջ կողմում, իշխանության հանգստի դիրքում, խաչի վրա իր փրկagorցական աշխատանքն ավարտելուց հետո, նստած որպես թագավոր, որը թագավորում է, նստած որպես դատավոր, որը դատում է, բայց այստեղ Ստեփանոսի առջ, նրա երկրային կյանքի վերջին պահերին, նա կանգնած է։ Ինչու կանգնած։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Հիսուսը վեր կացավ իր հավատարիմ ծառային ընդունելու համար, ինչպես թագավորը, որը վեր է կենում գահից պատվելու համար մի ռազմիկի, որը հաղթանակած վերադառնում է ամենադժվար ճակատամարտից։ Մյուսները տեսնում են Հիսուսին կանգնած որպես փաստաբան, ակտիվորեն բարեխոսելով Ստեփանոսի համար երկնային Հոր առջ, ոմանք էլ մեկնաբանում են որպես վկայի կեցվածք, երկնային ատյանի առջ հաստատելով նրա բացարձակ հավատարմությունը, ով պատրաստվում էր տալ իր կյանքը։
Ինչպիսին էլ լինի աստվածաբանական մեկնաբանությունը, հոգոր իմաստը բացարձակապես պարզ է. Ստեփանոսը մենակ չէր, երկինքը ուշադիր էր, Աստծո որդին անձամբ ներգրավված էր, մոտալուտ մահը պատմության վերջը չէր, այլ նոր իրականության սկիզբը։ Բայց Սինեդրիոնի անդամների համար այս հայտարարությունը վերջին կաթիլն էր, որը լցրեց նրանց կատաղության բաժակը։ Նրանք փակեցին իրենց ականջները, բառացիորեն, ձեռքերը դրեցին ականջներին ինչպես երեխաները, ովքեր չեն ուզում լսել տհաճ ճշմարտությունը։ Իսրայելի 70 հարգարժան երեցներ, գերագույն դատավորներ, փակելով ականջները գոռալով, որպեսզի այլս չլսեն։ Եվ հետո միասնական մղումով, առանց պաշտոնական քվեարկության, առանց պաշտոնական վճռի, առանց հետելու այն իրավական ընթացակարգերին, որոնք իրենք պահանջում էին ուրիշներից, հարձակվեցին Ստեփանոսի վրա, քարշ տվեցին նրան քաղաքից դուրս, սկսեցին քարկոծել։ Քարկոծումը Մովսեսի օրենքով սահմանված մահապատժի ձներհայհոյության դեպքերի համար, զոհին տանում էին քաղաքի պարիսպներից դուրս, որովհետև թափված արյունը կպղծեր Երուսաղեմի սուրբ հողը։ Նրան մերկացնում էին արտաքին հագուստից ցած նետում առնվազն 2 մետր բարձրությունից, մոտավորապես շենքի 1 հարկի բարձրությունից, եթե անկում նրան չէր սպանում, առաջին քարը նետում էր նրան մեղադրող վկաներից մեկը, այդ առաջին քարի նվազագույն քաշը պետք է բավարար լիներ սպանելու համար, եթե դիպչեր կրծքին, հետո մասնակցում էին մյուս վկաները, հետո ցանկացած ոք, ով կցանկանար միանալ մահապատժին։ Օգտագործվող քարերը բավականաչափ մեծ էին լուրջ վնաս հասցնելու համար, բայց ոչ այնքան մեծ, որ ակնթարթորեն սպանեին։ Մահը գալիս էր վնասվածքների կուտակումից, կոտրված ոսկորներ, մեկ առ մեկ, դանդաղորեն ծակվող օրգաններ, աճող ներքին արյունահոսություն։ Դա կարող էր տել րոպեներ կամ ժամեր, կախված նետողների դիպուկությունից, մասնակիցների քանակից։ Դա մահապատժի միծ էր, նախատեսված լինելու դանդաղ, ցավոտ, հրապարակային նվաստացուցիչ։ Եվ Ստեփանոսը դիմակայեց այս ամենին մի անդորրով, որը կարող է բացատրվել միայն գերբնականով։ Մինչ քարերը հարվածում էին նրա մարմնին, կոտրելով կողերը, պատռելով մաշկը, ջախջախելով անդամները, նա աղոթում էր. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Նույն խոսքերը, որոնք Հիսուսը արտասանել էր խաչի վրա, այժմ արձագանքում էին նրա առաջին նահատակի շուրթերին։ Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, ասաց Հիսուսը։ Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին, ասաց Ստեփանոսը։ Լիակատար հանձնում, բացարձակ վստահություն, ոչ մի հուսահատության ճիչ, փախուստի ոչ մի փորձ, ոչ մի անեծք իր սպանողների հասցեին, միայն հավատք։ Բայց աղոթքը դրանով չավարտվեց։ Ստեփանոսը ծնկի իջավ, մարմինը արդեն քարերից ջախջախված, արյունը նրա շուրջը լճակներ կազմած, բարձրաձայն աղաղակեց, որպեսզի բոլոր ներկաները հստակ լսեն. Տեր, մի համարիր սրանց այս մեղքը, ներում, առավելագույն տառապանքի պահին, երբ ցանկացած նորմալ մարդ կլանված կլիներ ֆիզիկական ցավով մահվան վախով, երբ բնական արձագանքը կլիներ արդարություն կամ գոնե թեթացում աղերսելը։ Ստեփանոսը ընտրեց բարեխոսել իր սպանողների համար։ Կարող եք պատկերացնել այս արարքի գերբնական չափը։ Նա չէր արտասանում անգիր արած կրոնական բանած, նա չէր կատարում դատարկ ծես, նա անկեղծորեն Քրիստոսի սիրով փոխված սրտի խորքից խնդրում էր Աստծուն պատասխանատվության չենթարկել այդ մարդկանց այն սարսափելի հանցագործության համար, որը նրանք կատարում էին հենց այդ պահին, նույն անըմբռնելի շնորհը, որը Հիսուսը ցուցաբերեց խաչի վրա, ասելով. Հայր, ների սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում, այժմ հոսում էր նրա մեռնող աշակերտի միջոցով։ Եվ այս ասելով նա ննջեց, սա այն մեղմ արտահայտությունն է, որն օգտագործում է Ղուկասը, ոչ թե մահ ննջում, ինչպես մեկը, ով խաղաղությամբ փակում է աչքերը, իմանալով, որ արթնանալու է անհամեմատ ավելի լավ վայրում, ինչպես երեխան, որը քնում է հոր գրկում հոգնեցուցիչ օրվանից հետո։ Բայց պատմությունը չի ավարտվում Ստեփանոսի վերջին շնչով։ Գործքի տեքստը հիշատակում է մի մանրամասն, որը թվում է երկրորդական, գրեթե պատահական, բայց որը լիովին կփոխեր մարդկության պատմության ընթացքը։ Վկաները, ովքեր նետեցին առաջին քարերը, հետելով իրավական ընթացակարգին, իրենց արտաքին հագուստները թողեցին մի երիտասարդի ոտքերի մոտ, որի անունը Սավուղ էր, եւ Սավուղը համամիտ էր Ստեփանոսի սպանությանը։ Նա դիտում էր այդ ամենը հավանությամբ, պահում էր թիկնոցները գոհունակությամբ։ Այս երիտասարդը նախանձախնդիր փարիսեցի էր, ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, կրթված Երուսաղեմում, Գամաղիելի ոտքերի մոտ, ով հրեական պատմության օրենքի մեծագույն վարպետներից մեկն էր։ Սավուղը օրինակելի աշակերտ էր, խոստումնալից ապագա ունեցող, հայրերի ավանդույթների ջերմեռանդ պաշտպան։ Նա ոչ միայն հավանություն տվեց Ստեփանոսի մահապատժին, նա դարձավ վաղ եկեղեցի ամենամեծ հալածողը հաջորդ ամիսների ընթացքում։ Գործքի 8-րդ գլխի 3-րդ համարն ասում է, որ Սավուղը քանդում էր եկեղեցին, տներն էր մտնում, քարշ էր տալիս տղամարդկանց ու կանանց բանտ էր գցում, համակարգված ահաբեկչության մի արշավ։ Բայց մի բան պատահեց Սավուղի հետ Դամասկոսի ճանապարհին։
Նույն Հիսուսը, որին Ստեփանոսը տեսավ կանգնած Աստծո աջ կողմում, հայտնվեց Սավուղին մի կուրացնող լույսի մեջ, որն ավելի պայծառ էր, քան կեսօրվա արը, հարցրեց. Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում, Քրիստը քեզ համար խթանի դեմ աքացել է, ձայնը երկնքից, նույն երկնքից, որը Ստեփանոսը տեսել էր բացված։ Որոշ գիտնականներ հավատում են, այդ հավատի համար կան լավ հիմքեր, որ Ստեփանոսի աղոթքը պատասխան ստացավ հենց Սավուղի մեջ. Տեր, մի համարիր սրանց այս մեղքը, մեռնող նահատակի խնդրած ներումը իր վերջին շնչով հասավ ամենակատաղի հալածողի սրտին, եւ Սավուղը, եկեղեցու կործանողը, դարձավ Պողոս, հեթանոսների առաքյալը, 13 նամակների հեղինակը, որոնք կազմում են նոր կտակարանի մեծ մասը, եկեղեցիներ հիմնողը 3 մայրցամաքներում, ինքը նահատակվեց տասնամյակներ անց, գլխատվելով Հռոմում Ներոնի հրամանով։ Արյունով ջրված սերմը տվեց մի բերք, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել կամ պատկերացնել։ Բայց Ստեփանոսի մահվան անմիջական հետանքները նույնպես խորապես նշանակալից էին քրիստոնեական շարժման համար։ Գործքի 8-րդ գլուխը սկսվում է ասելով, որ այդ օրը մեծ հալածանք սկսվեց Երուսաղեմի եկեղեցու դեմ։ Քրիստոնյաները ցրվեցին Հրեաստանի Սամարիայի շրջաններով, միայն առաքյալները մնացին քաղաքում, հավանաբար պաշտպանված լինելով այն համբավով, որ ունեին ժողովրդի մեջ։ Դա թվում էր կործանարար պարտություն, համայնքը, որն աճել էր մինչ հազարների, որն ապրում էր ամենօրյա հաղորդակցության մեջ, որը կիսում էր ամեն ինչ, այժմ սփռված էր ինչպես պատերազմից փախչող փախստականներ, Երուսաղեմում միասնական։ Տաճարի շուրջ կենտրոնացած եկեղեցու երազանքը թվացյալ կերպով կործանվել էր կրոնական բռնության պատճառով, հալածողների լիակատար հաղթանակ։ Բայց Աստված այլ ծրագրեր ուներ։ Նրանք, ովքեր ցրվել էին, շրջում էին ամենուր, քարոզելով խոսքը, հալածանքը չլրացրեց ավետարանը, այն բազմապատկեց նրա պատգամաբերներին, Փիլիպպոսը, Ստեփանոսի հետ ընտրված 7 սարկավագներից մեկը, գնաց Սամարիա սկսեց մի զարթոնք, որը ցնցեց ողջ տարածաշրջանը, սամարացիները հրեաների կողմից արամարված ուրախությամբ ընդունում էին խոսքը, մյուս փախստականները տարան ուղերձը մինչ ասորիքի Անտիոք, որտեղ աշակերտները պատմության մեջ առաջին անգամ կոչվեցին քրիստոնյաներ, եկեղեցին, որը կենտրոնացած էր մեկ քաղաքում, այժմ տարածվում էր ինչպես անվերահսկելի կրակ հռոմեական կայսրությունով մեկ։ Ստեփանոսի արյունը դարձավ սերմ։ Տերտուղիանոսը, առաջին քրիստոնյա աստվածաբաններից մեկը, երկրորդ դարում գրեց մի նախադասություն, որը հայտնի դարձավ. Նահատակների արյունը եկեղեցու սերմն է։ Նա նկարագրում էր մի պարադոքսալ օրինաչափություն, որը սկսվեց հենց Ստեփանոսից, քրիստոնեությունը ուժով կործանելու յուրաքանչյուր փորձ ի վերջո զորացնում էր այն, յուրաքանչյուր նահատակ, ով մեռնում էր խաղաղությամբ, ոգեշնչում էր տասնյակ նոր դարձի եկածների, տպավորված գերբնական քաջությամբ, յուրաքանչյուր հալածանք ցրում էր հավատացյալներին նոր տարածաշրջաններ, որտեղ ավետարանը երբեք չէր հասել։ Եվ այս օրինաչափությունը շարունակվեց դարեր շարունակ, մինչ մեր օրերը։ Հռոմի ասպարեզներում քրիստոնյաներին հոշոտում էին առյուծները, մինչ նրանք երկրպագության օրհներգեր էին երգում։ Պոլիկարպոսը, Զմյուռնիայի եպիսկոպոսը, ողջ այրվեց 86 տարեկան հասակում, հրաժարվելով ուրանալ Քրիստոսին։ Պերպետուան Ֆելիցիտան դիմակայեցին վայր։ Իգազաններին միմյանց գրկած միջնադարի խարույկների վրա բարեփոխիչներ, ինչպիսիք են Յան Հուսը, Վիլյամ Թինդեյլը, մեռնում էին Սուրբ Գիրքը մեջբերելով, մինչ բոցերը լափում էին նրանց մարմինները։ Խորհրդային Միության բանտերում Ռիչարդ Վուրմբրանդի նման մարդիկ 14 տարի անցկացրին ստորգետնյա խցերում, պարբերաբար ենթարկվելով խոշտանգումների, բայց շարունակելով քարոզել իրենց պահակներին։ Նացիստական համակենտրոնացման ճամբարներում Դիտրիխ Բոնհյոֆերի նման հովիվները հույս էին տալիս դատապարտվածներին մինչ վերջին պահը։ Ասիայի, Աֆրիկայի մերձավոր արևելքի հեռավոր գյուղերում ժամանակակից միսիոներները դեռս թափում են իրենց արյունը Քրիստոսի գործի համար։ Բոլորը նայում են Ստեփանոսին որպես առաջինի, որպես օրինակի, որպես հաստատված չափանիշի։ Եվ նրանք բոլորը կիսում են նույն տեսիլքը։ Բաց երկինքը։ Այս պատկերը դարձավ բացարձակապես կենտրոնական քրիստոնեական հույսի համար 2000-ամյակների ընթացքում, դա պարզապես բանաստեղծական փոխաբերություն չէ տառապողներին սփոփելու համար, դա խորը աստվածաբանական հայտարարություն է իրականության բնույթի մասին։ Վարագույրը, որը բաժանում էր մարդկությունը Աստծուց, պատռվեց վերից վար, երբ Հիսուսը մեռավ խաչի վրա, մուտքը դեպի Հայրը մշտապես բաց է Որդու արյան միջոցով, եւ նրանց համար, ովքեր մեռնում են Քրիստոսով, անցումը այս աշխարհից հաջորդին ոչ թե մութ ու ահարկու անդունդ է, այլ աստվածային փառքով լուսավորված մի դուռ։ Ստեփանոսը տեսավ այդ դուռը բացվելիս։ Եվ այդ ժամանակից ի վեր միլիոնավոր քրիստոնյաներ դիմակայեցին մահվանը նույն անբացատրելի հույսով, ոչ թե այն պատճառով, որ նրանք բնությամբ ավելի քաջ էին, քան մյուսները, ոչ թե այն պատճառով, որ նրանք ավելի քիչ ֆիզիկական կամ հուզական ցավ էին զգում։
այլ որովհետև հավատում էին մի համոզվածությամբ, որը գերազանցում է մարդկային բանականությունը, որ այն, ինչ կար մյուս կողմում, անսահման ավելի արժեքավոր էր, քան այս կողմի ցանկացած ժամանակավոր տառապանք։ Պողոսը, այն երիտասարդը, որը պահում էր սպանողների թիկնոցները, տարիներ անց կգրեր Փիլիպպեցիներին. որովհետև ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շահ, նա սովորեց այս դասը դիտելով Ստեփանոսի մահը, նա տեսավ մի մարդու, որը դիմակայում էր մահվանը առանց վախի, առանց ատելության, առանց հուսահատության, և նա երբեք չկարողացավ մոռանալ այդ պատկերը։ Այն հետապնդեց նրան, մինչ նա ինքը հանձնվեց այն Քրիստոսին, որին Ստեփանոսը պաշտում էր։ Ստեփանոսի պատմությունը նա հաստատեց ներման մի չափանիշ, որը խորապես մարտահրավեր է նետում ողջ բնական մարդկային տրամաբանությանը։ Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, մեր բնազդային արձագանքը պատասխան հարված տալն է կամ գոնե ցանկանալը, որ արդարությունը հաղթի վիրավորողի դեմ, մենք ուզում ենք, որ մեր թշնամիները վճարեն իրենց արածի համար։ Մենք ուզում ենք տեսնել նրանց տառապելիս նույն չափով, ինչ նրանք ստիպեցին մեզ տառապել, դա մարդկային է, դա բնական է, և դա լիովին հակասում է ավետարանին։ Ստեփանոսը ընտրեց այլ ճանապարհ, ֆիզիկական հուզական մեծագույն տառապանքի պահին, երբ նա կունենար մարդկային բոլոր հիմքերը աստվածային վրեժխնդրություն հայցելու, նա ներում խնդրեց իր սպանողների համար, և դա չի նշանակում, որ նրանց մեղքը ծանր չէր։ Այն չափազանց ծանր էր, դա չի նշանակում, որ հետանքներ չէին լինելու էին։ Երուսաղեմը կործանվելու էր հռոմեացիների կողմից Քրիստոսից հետո 70 թվականին, տաճարը, որը նրանք պաշտում էին Աստծուց ավելի, վերածվելու էր ավերակների։ Բայց Ստեփանոսը հասկացավ մի բան, որը շատ քրիստոնյաներ դեռս դժվարանում են ըմբռնել 2000 տարի անց։ Դառնություն պահելը նման է թույն խմելուն, սպասելով, որ դիմացինը կմեռնի, ներման բացակայությունը կաշկանդում է նրան, ով չի ներում, շատ ավելի, քան նրան, ում չեն ներել, ներումը առաջին հերթին ազատում է ներողին։ Եվ երբ դու անկեղծորեն ներում ես, դու տեղ ես բացում Աստծո համար գործելու այնպիսի ձեռով, որոնք երբեք հնարավոր չէիր պատկերացնի։ Ով կարող էր կանխատեսել, որ թիկնոցները պահող երիտասարդը կդառնա քրիստոնեական պատմության մեծագույն միսիոները, ով կարող էր պատկերացնել, որ մեռնող մարդու աղոթքը կհասնի իր ամենամեծ հալածողի քարացած սրտին, ով կարող էր կանխատեսել, որ Երուսաղեմում մի սարկավագի բռնի մահը կհանգեցնի ավետարանի պայթյունավտանգ տարածմանը մինչ հայտնի աշխարհի ծայրերը։ Աստված տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում, Աստված գործում է այնտեղ, որտեղ մենք չենք հասնում, և Աստված վերածում է թվացյալ ողբերգությունները փառահեղ հաղթանակների այնպիսի ձեռով, որոնք մարտահրավեր են նետում մարդկային ցանկացած սպասման հաշվարկի։ Ստեփանոսը ննջեց։ Սա այն տերմինն է, որն օգտագործում է Ղուկասը գործք առաքելոցում, ոչ թե մահ, ննջում, ինչպես մեկը, ով փակում է աչքերը բացարձակ վստահությամբ իմանալով, որ արթնանալու է մեկ այլ վայրում, քարերը դադարեցին թափվել, արյունը չորացավ Երուսաղեմի հողի վրա։ Մեղադրողները վերադարձան իրենց տները, կարծելով, թե վերջնականապես հաղթել են, բայց այդ օրը մի բան էր տեղի ունեցել, որը նրանցից ոչ ոք երբեք չէր կարող չեղարկել։ Երկինքը բացվել էր։ Եվ այդ ժամանակից ի վեր բոլոր հավատացողների համար այն այլս երբեք չի փակվել, յուրաքանչյուր նահատակ, որը եկավ Ստեփանոսից հետո, նայեց վեր նույն անսասան հույսով, յուրաքանչյուր հալածված քրիստոնյա Հռոմի ասպարեզներում, ինկվիզիցիայի խարույկների վրա, Խորհրդային Միության բանտերում, համակենտրոնացման ճամբարներում, Ասիայի հեռավոր գյուղերում կամ Մերձավոր Արևելքի թշնամական փողոցներում իր հետ գրեց նույն տեսիլքը՝ Հիսուսը կանգնած, սպասող, ընդունող, պատվող։ Ստեփանոսը վերջինը չէր, որ մեռավ հավատքի համար, նա միլիոնավորներից առաջինն էր, բայց նրա մահը հաստատեց մի օրինաչափություն, որը երբեք չի խախտվել պատմության 2000-ամյակների ընթացքում։ Ներումը ավելի զորեղ է, քան քարը, աղոթքը ավելի հզոր է, քան ատելությունը, և երկինքը ավելի մոտ է, քան թվում է։ Երբ դուք դիմադրության եք հանդիպում ձեր հավատքի պատճառով, հիշեք Ստեփանոսին, երբ մարդիկ ստում են ձեր մասին, աղավաղում են ձեր խոսքերը ձեզ վնասելու համար, հիշեք Ստեփանոսին, երբ թվում է, թե ամբարիշտները հաղթում են, աստվածային արդարությունը չափազանց հեռու է, հիշեք Ստեփանոսին, երբ դուք գայթակղվում եք դառնություն պահել նրա դեմ, ով ձեզ ցավ է պատճառել, հիշեք Ստեփանոսին։ Նա տեսավ երկինքը բացված։ Եվ այդ տեսիլքը բացարձակապես ամեն ինչ փոխեց, ոչ միայն նրա համար նահատակության այդ պահին, բոլոր նրանց համար, ովքեր եկան հետո 20 դարերի ընթացքում, բոլոր նրանց համար, ովքեր դեռ կգան մինչ ժամանակների վերջը, ձեզ համար, հիմա, կարդալով այս խոսքերը։ Նույն Հիսուսը, որը կանգնած է Ստեփանոսին ընդունելու համար, կանգնած է իր յուրաքանչյուրին ընդունելու համար, նույն երկինքը, որը բացվեց Երուսաղեմի այդ արյունոտ օրը, բաց է մնում բոլոր հավատացողների համար, նույն գերբնական հույսը, որը զորավիգ եղավ առաջին նահատակին, զորավիգ է լինում յուրաքանչյուր քրիստոնյայի յուրաքանչյուր սերնդում, յուրաքանչյուր ազգում, յուրաքանչյուր հանգամանքում։
Քարերը կարող են թափվել, մարմինը կարող է կործանվել, մեղադրողները կարող են հաղթող թվալ մի անցողիկ պահ։ Բայց երկինքը բաց է։ Եվ ոչ ոք երբեք չի կարող փակել այն, ինչ Աստված բացել է։